դեպքում ֆրակցիայում դուք որ քննարկել եք ձեր տեխնիկացիան հարցը, այդ տվյալ իրավիճակը հաշվի առել եք թե ոչ։ Եվ եթե դժվար չի հիշեցնեք քրեական գործի մասին որոշ բաներ, որովհետեւ մենք պատկերացնենք, թե ինչով եք դուք մեղադրվում։ Ինչու՞մ եք մեղադրվում։ Շնորհակալություն, նախ առաջինը չեմ Կներեք պարոն Ղազարյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ դադարեցնել շշուկները։ Շարունակեք։ Ես բառացի ասել եմ հետեւյալը, որ ցավում եմ, որ օրենքի ուժով եմ դուրս գալիս, եւ ասել եմ, որ ոչ թե պետք է կարճվեր, այլ պետք է չլիներ այս քրական գործը։ Երկրորդը, ինչ հայրս է ասել, ես մեկնաբանեցի կարծում եմ, որ որևէ մեկի համենայն դեպս իմ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի ասել, որ 100%-ով արդարադատություն չկա եւ կարծում եմ նաեւ մեր թիմակիցները։ Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի գալուն, այս դիսկուրսը ծավալվեց ձեր գործընկերոջ հարցից, բրգաձև, չգիտեմ ինչ, այդ իսկ պատճառով ես ասեցի, որ այո, այդ հորս ասած խորհուրդը չի լսվել կամ չի կատարվել, դատախազի գալու հետ կապված բացարձակ խնդիր չունեմ, որովհետև բազմաթիվ դատավորներ, դատախազներ, այդ թվում նաև իմ համակուրսեցիներ, մենք քաղաքական տարբեր տեղերում ենք, ուղղակի կարծում եմ, որ գիտեք, բումերանգի օրենքը միշտ գործում է, ես իմ հոր դաստիարակությամբ եւ խորհրդով ապրել եմ միշտ, այնպես, որ որևէ մեկը չկարողանա իմ, այսպես ասած, դեմը դնել ինչ-որ մի բան, որը ես քննադատել եմ եւ այլն։ Ես չեմ ասում, ես սուրբ եմ եղել, ես չեմ ասում, ես ամբողջ կյանքում անմեղ եմ եղել, բայց ինչ չհետաքրքիր էր ձեզ լսելը, որպես պետաիրավականի նախագահ արդեն երևի էլի։ Հիմա իմ քրեական գործի հետ կապված հանդիսանում եմ ուժեղ Հայաստան խորհրդի անդամ։ Եղել եմ Երևանի պատասխանատուն ընտրությունների ժամանակ 470 ընտրատեղամաս։ Քննիչին ասել եմ, որ եղել եմ բացի Սյունիքի մարզից, դա ուղղակի չի ստացվել ժամանակային առումով Հայաստանի բոլոր մարզերում եւ բազմաթիվ մեր գրասենյակներում։ Երևանի գրասենյակներում եղել եմ շատ ավելի հազվադեպ։ Այն գրասենյակում, որտեղ գաղտնալսումը իրականացվել է, եղել եմ 3-ից 4 անգամ այն ժամանակահատվածում ըստ քրեական գործի, որ ժամանակահատվածում, որ գաղտնալսվել է այդ տարածքը։ Խնդրել եմ ընդամենը, շատ կարճ եմ ուզում ասեմ, պատկերացնեք, համոզված եմ, որ կպատկերացնեք, ասել եմ գաղտնալսվել է ներքին արտաքին դիտումը, խնդրում եմ իմ պիլինգով հեռախոսի հանեք, կտեսնեք որտեղ եմ եղել այդ պահին, հենց տեսնեք այդ շտաբում եմ եղել, միջած բնավորություն չունեմ հեռախոս անջատելու ու կորելու։ Հենց տեսնեք այդ շտաբում եմ եղել, մի հատ ձեր օպերատիվ մասով բերեք այդ ժամանակվա, վերջը խոսացել եմ, չէ՞։ Ես էլ մի քիչ տենց քիչ խոսացող եմ։ Արձագանքեք, ժամանակը չսպառեմ։ Արձագանք։ Դուք հիմա նկարագրում եք իրավիճակի ձեր պատկերացումը, բայց քննիչը կարող է ունենալ այլ պատկերացումներ, այլ տեղեկատվության կրող։ Հիմա խնդիրը քրեական գործի հետ կապված դատախազի գալու եւ գալու արդյունքում ձեզ տանելու պարագայում ֆրակցիան ինքը այդ սցենարը քննարկել է թե ոչ, ես դրա մասին եմ ասում։ Դե չասեցի ուղղակի քրեական գործի հետ կապված Մաքրուհին իր մոր հետ խոսելուց ասում է Ղազենյան Դավոն 1,400,000 դրամը բերեց տվեց, ասեց այս ընտրակաշարքի փողը։ Այդ հա, չէ, նախապատրաստում։ Ստեղ եկեք իրավական ճիշտ բանը տանք, չեմ հասցրել տամ էլի, նախապատրաստում իհարկե։ Ինչ վերաբերում է ֆրակցիային, գիտեք, սենց ասեմ, այնպես չի, որ չեմ ուզում դատախազը գա, անկեղծ եմ ասում, որովհետև մի հատ բոլորս կլսենք, այդ ամբողջը կհասկանանք, եւ այնպես էլ չի, որ մտածում եմ, որ չի գալու։ Միանշանակ։ Ինչ վերաբերում է ֆրակցիային, ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանը շատ լավ պատկերացնում է, որ ում էլ առաջադրի այդ վտանգը գլխին կախված է, կապ չունի այն առումով, որ կարան նույն իմ ձևով մի հատ ինչ-որ կիսատ պռատ ուրիշի երկու հոգու խոսակցություն բերեն եւ ինչ-որ մեկին տանեն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Արման Եղոյան, բայց մի